Բարի ուշ գիշեր, սիրելի քաղաքացիներ, այս պահին Արաբկիրի քննչական կոմիտեի դիմացն ենք գտնվում Մայր Հայաստան խմբակցության հավաքանիներով, ինչպես տեղյակ եք, մեր խմբակցության քարտուղարին Սամվել Հարոյանին ձերբակալել էին իբր մի գործով արդարադատությանը իբր խոչընդոտել է։ Սամվել Հարոյանը նույնիսկ էջմիածնում չի եղել, ինքը եկել էր եւ կանգնել էր մեր խմբակցության հետ, եկեղեցու կողքին, մեր սրբազանի կողքին։ Հիմա իր հետ զրուցենք, տեղեկացնենք մանրամասն, թե ինչ է տեղի ունեցել։ Պարոն Հարոյան, խնդրում ենք տեղեկացրեք ինչ գործընթաց է եղել ձեր հետ կապված, մանրամասնեք մի փոքր։ Շպաց։ Ողջույններս բոլորին։ Անհասկանալի պատճառներով ինձ Վերման Գտակցություն քննչական կոմիտեի դիմացի ներկայացրեց, քանի որ կանգնած են եւ իհարկություն Հայաստան Հանրապետության եկեղեցու գտնվում ենք այնտեղ։ Ես իհարկե վաղուց էի համոզվել, որ խոսքի ազատությունը այս իշխանության օրոք արդեն վաղուց մոռացված կատեգորիա է, բայց նաև համոզվեցի այսօր, որ նաև մարդկանց ազատ տեղափոխվելու, ազատ կանոնելու սովորական հայ մարդկանց եւ ոչ նաև բոլորի այնտեղ գտնվելը համարվում է հանցագործության նման մի բան, որովհետեւ ինձ առաջադրված մեղադրանքը Անտեղից Վերման Գտակցություն եւ ինձ առաջադրված մեղադրանքը արդարադատության խոչընդոտել։ Իսկ մենք կանգնած ենք այնտեղ եւ ոչինչ չենք անում, մի պահ ընդամենը 2-3 րոպե կանոնից հետո ոստիկանները շարքով մոտեցան, նայեցին նրանց աչքերին, ես ուղղակի զարմացա, թե հայերը այսպիսի աչքեր ինչպես կարող են ունենալ։ Մեկ հարց տվեցին, ինչու է գտնվում այստեղ, հեռացեք այստեղից, մենք ընդհանուր հասունացած ասել, ուր գնանք, որ կողմ գնանք, մի անգամից ես աչքերում էի, ստանալները եկել, մի անգամից նկանի թեւը, տարան դեպի մեքենա։ Պարոն Հարոյան, ձեզ քննչական կոմիտեի դիմացից են, չէ՞ տարել։ Իսկ դուք նույնիսկ այդ գործը ըստ իմ տեղեկությունների Էջմիածնի հետ կապված է, հարուցված Էջմիածնում ինչ որ խոչընդոտները ըստ իրենց տեղի ունեցել, դուք Էջմիածնում եղել եք այսօր։ Ես իմացա տեղեկություն, որ քննչական կոմիտեի մոտ ժողովրդահավաքումը, հայ մարդիկ հավաքվում են, այսօր ինձ ինչպես միշտ զգալով, որ իրավիճակը գնալով շատ թեժանում է, ես մի պես այնտեղ պարտավոր եմ լինել, իհարկե, եւ գտնվում է այդպես։ Ես շատ իդեցություն իրականացնելուց հետո անպայման որոշեցի ներկա գտնվել եւ տեսնել, թե ինչ է կատարվում։ Սա է եղերությունը եւ մեկ անգամ եւս եմ նշում, որ Մայր Հայաստանը իր ուղուց չի շեղվելու, շարունակելու է իր պայքարը հանուն երկրի, հանուն հայի, հանուն հայ մարդու եւ հանուն արդարության։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի քաղաքացիներ, ինչպես պարոն Հարոյանը ներկայացրեց, Սամվել Հարոյանը Էջմիածին քաղաքում Վեհարանում այսօր չի եղել, ինչ-ինչ հանգամանքներով անձնական պայմանավորված, ինքը ուշ մոտեցել է իհարկե քննչական կոմիտե Մամիկոնյաց փողոցում գտնվող եւ այնտեղից ձերբակալել են ներողություն, ինչպես գիտեք, գործը հարուցված է եկեղեցու Վեհարանում տեղի ունեցող ինչ-ինչ դրվագների հետ կապված, բայց պարոն Հարոյանը այնտեղ չի եղել։ Այս մարդիկ փողոցում ցանկացած մարդ, որը կանգնած է եղել, թեկուզի աջակցություն, նույնիսկ այնտեղից մարդկանց են ձերբակալել, որոնք ընդհանրապես փողոցով անցնելիս են եղել այնտեղից, բայց պարոն Հարոյանը իհարկե եկել է աջակցելու եկեղեցու կողքին կանգնելու ու ոչինչ չի արել, այդ մարդուն բռնեց ձերբակալել են, ինչ որ կեղծ քրեական բարույթներով են փորձում անցկացնել, իհարկե մենք բոլորին ենք դատապարտում եմ Մայր Հայաստանը նման վարքագիծը, սա իշխանության վախերի արդյունքն է, իհարկե նա իշխանությունը վախերի արդյունքով է այս վարույթները հարուցում, ճնշելով, փորձելով վախ սերմանել մեր քաղաքացիների հանդեպ,
Դա է միակը Նիկոլ Փաշինյանի վախերն են սրանով արտահայտվում, ինչևէ այսուր ժամին ներողություն եմ խնդրում ձեզ անհանգստացնելու համար, լավ եղեք, բարի գիշեր, քաղաքացիներ։